Ես անգամ տեսել եմ, որ հավը, երբ որ գրթանը նստում է, հա ճտերը հանում է, ու մոտենալ չի լինի։ Ես զարմանում եմ, այս է ծուրում, այս է փակվում է հավը, ու ճտերը տակն են, վազում են։ Ոսմե սիրես գրկես, հա, նստվա բան անես, ու չի թողում պահում է։ Բան ես գցում, ուտ ես գցում։ Մեր այդում է կկրում է, սկտացում է չի ուտում, կողերն է բանանում։ Ճտերին կանչում է, ճտերը գարի ուտում են, ինքը չի ուտում։ Մեկ էր, ճտերը մի քիչ փոյովանում է, որտերը երկարում է, ես ավ շատ եմ մնացել։ Երբ որ կուտը գցում ես, մեր կրթան արդեն կրթան չի, հա, ճտերը մեծացել են փոքր ինչ։ Այդում հասնում ուտում է, ու լարում է ճտերի։ Ճտերը արդեն ասես սովորության գալիս է որ ուտեն, մերը լարում է բոլոր ճտերին։ Գնացեք, ես եմ ուտելու։ Ու ինքն ուտում չի թողում ճտերը ուտել, լարում ինքն ուտում։ Ու այդպես վանում է իրանից։ Հավը, իր հավը խելքով, հավի խելքով հասկանում է այդքան որ իր երեխուն արդեն ժամանակն առանձին առանձնացնի իրանից, որ մեծանալով չկպի հա իրանով իր հույսով ապրի։ Բայց շատ ծնողներ, շատ մայրեր հորերի հայրերը այդքան չեն, հա, մերեն են այդպեսին հիմնականում, այնքան են լուծվում, այնքան են իրանց աղջիկների, ասեց, պատկերացումներով, երազանքների աղջիկների ապագայով բանալով, որ այդ ուս մենք իշխել աստծո դերը, տանել աստծո դերը խաղալ ու դառնում են աղջկա համար ամեն ինչ։ Իտուք թողում են աշխան անմարդ, անբախտ ու անհաջող անեց գիտակ, չորացած ու կյանքը չորանում ճուղա, չորացած ճուղա, ճղի պես ապրում էլի։